Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Armix News YouTube-յան ալիքի եթերում ժամանակի ձայնը հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է եւ այսօր մեր տաղավարում է անվանի կինոռեժիսոր Մեհեր Մկրտչյանը։ Բարոն Մկրտչյան, բարև ձեզ, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Անվանին միշտ պաթոսի է բերում, որ ուղղակի կինոռեժիսոր։ Մնացածը արդեն կյանքի ընթացքում։ Գնահատում եմ ձեր համեստությունը։ Համեստություն չի, դա ռեալ վերաբերմունք է։ Պարոն Մկրտչյան, նախընտրական փոթորիկներ են մեր երկրում, կրքեր են եռում։ Այսօր ինչպես ըստ ձեզ պիտի իրեն պահի այս իրավիճակում պարզ հայ մտավորականը, որը ունի առաքելություն, զբաղվելու հոգևոր մշակույթով եւ ամբողջացնելու ազգի, ժողովրդի, հասարակության հոգևոր նկարագիրը։ Մի քիչ բարդ ձևակերպում է հարցի։ Կարծում եմ ամեն մարդ պետքա կարողանա, եթե ասելիք ունի, չմնա լուռ։ Եթե չունի մարդ ասելիք, անիմաստ է դրա մասին խոսալ։ Եթե մարդ չունի ասելիք, կարա հանգիստ իր կյանքով ապրի եւ անի իր ընտրությունը կյանքում եւ ընտրություններում։ Եթե խոսում եք արվեստի մշակույթի հետ կապ ունեցող մարդկանց մասին, ամբողջ հարցը էլի դրանում է ասելիք ունի թե ոչ։ Ունի վերաբերմունք այն ամենին, ինչ որ կատարվում է այսօր երկրում, թե ոչ, որովհետեւ կարող է լինի մարդ, արվեստագետ, որը որ փակված է իր կոնկրետ նեղ կափարիչի մեջ եւ իր արվեստն է անում։ Քննադատող չեմ ես, բայց ինքը դրա մեջ է, դրանից ավել իր կյանքում ես ճանաչել եմ տենց մարդկանց դեռ սովետական տարիներից։ Իսկ եթե մարդը չի սահմանափակվում դրանով, ապրում է եւ տեսնում է ինչ է կատարվում երկրում եւ ինչ կարող է լինի վաղը եւ ունի ասելիք, ես փորձում եմ ապրել այդպես։ Մեր օրյա հայ արվեստագետը կոնկրետ մեր իրականության մասին խոսենք։ Պիտի լինի ավելի շատ քաղաքացի, թե պիտի լինի ավելի շատ, այսպես ասած, իր հոգևոր առաքելությունը կատարող, էլի հերո մի տեսակ քաղաքական, ինչ որ հասարակական թողոբոյից։ Ես չգիտեմ ինչպիսին պետքա լինի արվեստագետը եւ ես չգիտեմ ինչ է նշանակում լինի քաղաքացի։ Քաղաքացին դա կոնկրետ երկրի քաղաքացին է, որը ունի այդ երկրի անձնագիր։ Ընդամենը։ Մնացած ամեն ինչը գալիս է մարդ տեսակից ուղղակի։ Այ հենց այդ մարդ տեսակի մասին եմ ես ուզում խոսել, այ ինչպիսի արվեստագետներ են այսօր մեզ պետք, ընդհանրապես մտավորականներ են այսօր մեզ պետք, ու չեք զգում, որ մի տեսակ գուցե մտավորականների պակաս կամ մտավորականների հավաքական մտքի, հավաքական արտահայտման պակաս ունենք այսօր։ Ես չգիտեմ ունենք այդ պակասը թե ոչ, եւ գիտեք ինչ, շատ բարդ է պատասխանել այն հարցին, ինչպիսին պետքա լինի մտավորականը։ Դուք պատկերացնում եք որևէ հիմա ասենք Մեհեր Մկրտչյան, ռեժիսոր, գալիս է նստում է ձեր դիմաց եւ սկսում է տալ բնութագիր, ինչպիսին պետքա լինի մտավորականը կամ արվեստագետը։ Դա նշանակում է կամ Մեհեր Մկրտչյանը ցնդել է արդեն եւ սկսում է ձևակերպումներ տալ, ինչպիսին պետքա լինի մտավորականը կամ հիմար է։ Ոչ ցնդել եմ դեռ, ոչ հիմար եմ, ես չունեմ բնութագիր, ինչպիսին պետքա լինի մտավորականը, իմ համար բոլոր ձևակերպումները իրանք շատ սուբյեկտիվ մարդկային են։ Ես կարող եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ ես, իմ ասածով, իմ արածով, իմ դիրքորոշումով, իմ սկզբունքներով, մեկ ուրիշը կլինի մի քիչ ուրիշ, երրորդը ուրիշ, ամբողջ հարցը նրանում է այդ ամեն ինչի մեջ տեղ գտնում է արդյոք Հայաստան լինել չլինելը եւ վախը, որ շատ հնարավոր է մի օր մենք կորցնենք նույնիսկ այն ինչ կա։ Ես ապրում այդ ցավով նշանակում է ուրեմն նրա մեջ կա։ Դա շատ կարևոր է։ Այո, այո։
Դա շատ կարևոր է, բայց էլի կրկնում ես անկախ դժվարանում եմ քաղաքական նախասիրությունների, չէ, Նախասիրությունների հարցը մեկը չի, այս ճանապարհով է դա պատկերացնում, մեկը այն ամեն մարդ ճանապարհով։ իրավունք ունի ունենալ իր քաղաքական նախասիրությունը։ Ավելի հանրային ձեր տեսակետների, ձեր աշխարհայացքի արտահայտությունը ամեն դեպքում ինձ համար տեսել եմ ձեր նկարահանած ֆիլմերում։ Կյանք ու կռիվ ֆիլմում, որը երկու ֆիլմով է ճիշտ ասած չեմ ուզում թաքցնել իմ անկեղծ հիացմունքը։ Շատ ուրախ եմ, որ մենք այդ մակարդակի, միջազգային մակարդակի կարելի ասել ֆիլմեր ունենք, ֆիլմեր ունեցանք շնորհիվ ձեզ։ Այնուհետև իշխանություն 1, իշխանություն 2, ամեն դեպքում ինչու խոսեցի քաղաքացիական դիրքորոշումից, որովհետև ես տեսա այնտեղ քաղաքացիականություն ինձ համար։ Հատկապես կյանք եւ կռիվ ֆիլմի երկրորդ ֆիլմում ես շատ ու շատ հարցերի պատասխաններ տեսա, ցավալի հարցերի պատասխաններ, այսինքն ինչ որ մի իրավիճակ էր կարծես թե այդ ժամանակ հասունանում, երբ որ դուք նկարեցիք այդ ֆիլմը, դա էլ են երևի ներմտավորականի ինտուիցիան, որ պիտի հետագայում պայթեր։ Ինչն է պայթե օրինակ, բայց ասենք իշխանափոխությունը կամ ինչպես ոմանք կարող են չասել իշխանափոխություն, հեղափոխություն։ Դուք զգում եք ինչ որ բաներ կարծես թե այդ ֆիլմում, ինչ կարծիք եք։ Չէ, չեմ կարծում, ախր կյանք ու կռիվ երկուսի մեջ չկար որևէ նոտա անգամ ինչ որ պայթյունի եւ նրա որ կարող է լինի իշխանափոխություն թե հեղափոխություն նախ առաջին հերթին, որովհետեւ ես ոչ մի տենց բան չէի զգում 16 թվականին, երբ որ նկարահանում էի ֆիլմը։ Եվ հիմա սուտ կլինի եւ անկեղծ կլինի, որ ես ինձ սկսեմ վերագրել, որ ես ինչ որ բաներ եմ զգացել եւ գուշակել, իհարկե ոչ։ Եվ չեմ տեսնում ես կյանք ու կռիվ երկուսի մեջ որևէ նման բան։ Կան խնդիրներ կյանք ու կռիվ երկուսի մեջ, որ եղել են այն ժամանակ, եւ ես դա բարձրաձայնել եմ։ Ընդամենը խոսացել եմ կինոյում դրա մասին, բայց տենց գլոբալ որևէ բան անկեղծ ասած ես որպես ֆիլմի ռեժիսոր եւ հեղինակ իմ արած գործի մեջ չեմ հիշում, եթե դուք կարող եք հիշեցնել որևէ բան, որը որ հետո բերում է, շատ հետաքրքիր կլինի դա լսել, բայց ես անկեղծ չեմ հիշում տենց բան։ Ամեն դեպքում այն իրականությունը, իրականության այս ստվերոտ կողմերը, որի մասին դուք խոսում եք, արդեն քիչ բան չէր եւ իմ կարծիքով մտավորականը պիտի խոսի այդ ստվերոտ մութ կողմերի մասին հասարակական շերտ։ Միգուցե հետո դրանից հետո այո, ես բան չունեմ ասելու, դուք չեք զգացել, որ ինչ որ տեկտոնական փոփոխություն պիտի տեղի ունենա մեր երկրում, բայց դա արդեն ժամանակի խնդիր է։ Գիտեք ինչ, երևի եղել են ինչ որ մարդիկ, որոնք որ դա զգացել են։ Երևի եղել են խելացի մարդիկ, որոնք կարող էին հաշվարկել, որ այս ամեն ինչը կարող է բերի ինչ որ բանի։ Ես այդ մարդկանց թվում չեմ եղել, որովհետև նախ ես չեմ ապրել Հայաստանում, ես 1989 թվականից մինչև 2016 թվականը չեմ ապրել Հայաստանում։ Եվ շատ բաներ, որոնք որ ներսի մարդիկ միգուցե զգացել են, հասկացել են, կանխագուշակել են, միգուցե եղել է տենց բաներ, բայց հաստատ ես այդ մարդկանց թվում չեմ եղել։ Այդ դուք ներկայացնում եք խորը, ինձ համար խորը հարգանք ներշնչող մի գերդաստան, մշակութային գերդաստան։ Չեք տեսնում արդյոք այսօր մշակույթի պակաս, հոգևորի պակաս հասարակության մեջ, ազգայինի պակաս։ Եվ ինչ պիտի արվի, որ այդ պակասը լրացվի, ինչ ճանապարհներ եք տեսնում։ Առաջին հերթին լինի պետական քաղաքականություն, որը կա թե ոչ, կապված մշակույթի հետ, ոչ թե որը որ կա, այլ որը որ չի եղել երբեք։ Անկամ սովետի ժամանակ եղել է։ Եղել է։ Ես չեմ խոսում սովետի ժամանակաշրջանի մասին, այնտեղ ամեն ինչ մշակված էր։ Կարծում եմ պետք է լինի պետական քաղաքականություն, ինչպիսի արժեքներ են
պետք ձևավորել եւ ինչպիսի արժեքներ են ազգային եւ այլն, նույն Ռուսաստանում դա արվում է պետական մակարդակի վրա։ Ես չեմ խոսում ցենզուրայի մասին։ Ես չեմ խոսում նրա մասին, որ խոսքը գնում է քարոզի մասին ինչ-որ բանի, չէ, բայց արժեքներ կոնկրետ մի բան, որը որ ֆինանսավորում է պետությունը, դա շատ կարևոր բան է, որովհետև եթե դու պետությունից ակնկալիք չունես ֆինանսավորման, գնա գլուխդ պատով դր ինչ ուզում ես արա, նկարի քո կինան, բայց եթե դա ֆինանսավորում է պետությունը, կան կոնկրետ արժեքներ եւ իրանք տարբեր են, սկսած ընտանեկան արժեքներից, մարդկային արժեքներից եւ շատ հարգանք զինվորին, հարգանք պետությանը, հիմա տարբեր մարդիկ կարող են տարբեր կերպ այդ ամեն ինչը մեկնաբանեն, բայց դա պետական քաղաքականություն է արվեստում, կինոյում կոնկրետ։ Հիմա եկեք նույն վերցնենք կյանք ու կռվի օրինակի վրա։ Կար այդտեղ արժեքների քարոզ, որոնք որ ձևավորում են մարդկային ինչ-որ բաներ։ Թույլ տամ իմ համեստ կարծիքը ասել կար, ինձ համար կար։ Իհարկե կար, որովհետև դա իրականություն է, կար։ Վատ է դա արդյոք, որ կար, կարծում եմ ոչ։ Իհարկե։ Բայց եթե արժեքներ չքարոզենք, էլ ինչ են քարոզելու։ Հակա մշակույթ, հակա արժեքներ։ Երևի թե դա պակասը կա այսօրվա մեր հայկական կինոյում, այ դուք օրինակ բերեցիք։ Դե ես ասում եմ, որ ոչ թե այսօր կա պակասը, այսօր գուցե այդ արժեքները, որոնք որ եղել են մինչ 18 թիվը, որ գոնե ժամանակ առ ժամանակ ռուսերեն ասած հենց գալեչկա դնելու համար կատարվել է հայ կինոյում, կոնկրետ կյանք ու կռիվը դա 25-ամյակին բանակի նվիրված ֆիլմ էր, որը որ տենց լուրջ մոտեցում էր դրան։ Չեմ խոսում հիմա այս 18-ից հետոյվա ժամանակաշրջանի մասին, որ ընդհանրապես եղածնել ջնջվում է, առանձնապես սովետի փլուզումից հետո չի եղել մշակույթում պետական քաղաքականություն։ Խորքային իմաստով այս վիճակի պատճառը տեսնում եք հենց մշակութային քաղաքականության բացակայության։ Նաև։ Իսկ միգուցե պարոն Մկրտչյան, մտավորականը պիտի բժիշկ լինի այսօր ու ավելի շատ ներգրավի հասարակական կամ նույնիսկ ավելի կոնկրետ քաղաքական գործընթացների, թե ոչ։ Չգիտեմ, ես երբեք փորձում եմ ինչ-որ տենց ստանդարտ չդնել, ինչ պետք է անի մտավորականը, ես չգիտեմ ինչ պետք է անի մտավորականը, ես անում եմ ինքս այն, ինչ զգում եմ և ինչ ուզում եմ անել, և ես ինքս իմ հետ ազնիվ եմ, բայց ես դա չեմ անում, որովհետև մտավորականը դա պետք է անի, ես չեմ անում դա, որովհետև արվեստագետը դա պետք է անի, ես տենց եմ զգում։ Մեկ ուրիշը կարող է դա չի զգում։ Երրորդը կարող է զգում է, բայց վախենում է։ Չորրորդը զգում է, հասկանում է, բայց ավելի կարևոր է իր համար լինել պարկած օրվա իշխանության տակ, որովհետև ինչ-որ բան կարող է ստանում է դրանից, ես չգիտեմ։ Շատացել են նման մարդիկ, նման տեսակներ ասես, թե ոչ, ըստ հասարակ, գուցե աղետների հենց պատճառներից պատճառը, ոչ միայն այսօրվա իրականության, այլև այդ 30-35 տարիների ընթացքում միգուցե նաև դրա մեջ։ Ես չունեմ ստատիստիկա, որ ասեմ շատացել են, թե ոչ, շատ ժամանակ դա նույն մարդիկ են, որոնք որ եղել են Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, հետո Նիկոլ Փաշինյանի օրոք։
եւ ուղղակի sense փոխանցվել են շատ ժամանակ դա նույն մարդիկ են Միգուցե այդ միտման մեջ է մեր այսօրվա ագոնիան, այսպես ասած, եթե կարելի է ագոնիա համարել։ Բարոյա հոգեբանական ավելի շուտ ագոնիան, որ ուղղակի թույլ չի տալիս մի տեսակ ցրել էս մշուշը լայն իմաստով։ Չունեմ դրա պատասխանը, հենց դա է պատճառը, դա պատճառներից գուցե մեկը դա շատ ավելի խորքային ինչ որ տենց հարց է, որի պատասխանը ես երևի չունեմ։ Քիչ մնաց մեջ բերեի, բայց արդեն մեջ եմ բերում Համոսահյանի խոսքերը։ Ախր մենք այնքան լավն էինք, ինչու այսքան մանրացանք։ Միգուցե մանրացել ենք շատ ազգովի, եւ սա ավելի շատ ոչ թե նեղ քաղաքական խնդիր է, նեղ քաղաքական, այս իշխանություն, այն իշխանություն, այլ ավելի խորքային բարոյա հոգեբանական խնդիր է գուցե դա։ Մանրացել ենք միգուցե, մանրացրել են։ Մանրացել ենք, թե մանրացել են ձեզ, մանրացրել են։ Դե գիտեք, մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Միշտ կա հարց, որ մշակույթն է իշխանությանը ավելի պետք։ Անկախ իր ձայնը ունեցող թե ձեռքին նայող շատ ժամանակ իշխանությունը ինչ-որ բան է անում այսպիսի կամ այնպիսի մշակույթ ունենալու համար։ Դե ասում էին, որ սովետը վատն էր, որովհետև պրիդվորնի կներեք արքունական, այսպես ասած, պատվերներով էր մշակույթը առաջնորդվում, բայց մի կողմից էլ կա տեսակետ, թույլ տամ այդ տեսակետն էլ ներկայացնել, որ այդ ժամանակում չէր, որ փայլատակեց մեր մշակույթը, թատրոնը, կինոն, մշակույթի այլ ճյուղերը փայլատակեցին իրենց ամենահրաշալի դրսևորումներով, բայց ոնց էր, որ այդ Ես չգիտեմ պրիդվորնի ինչ է կոչվում, ես հիշում եմ սովետի ժամանակ, որ թատրոնի տոմս էին փողոցը կանգնած մարդիկ ման գալիս։ Ես հիշում եմ, որ շատ մեծ պաշտոններ իշխանավորների ճղում էին իրանց, որ հնարավորություն ունենային չեմ ուզում անուններ հիմա տալ, ոչ գովազդ անելու համար, ոչ ճղում էին իրանց, որ որոշ արվեստագետների հետ ունենան հնարավորություն նստել սեղան։ Սովետի ժամանակ նկարահանվել են հայկական սովետի գովքը ես չեմ անում հիմա։ Չէ, դուք ավելի շատ խոսում եք արժեքների մասին։ Բայց սովետի ժամանակ են նկարահանվել լավագույն հայկական ֆիլմերը։ Ոսկե ժամանակաշրջանն է եղել։ Գոնե մինչ այսօր։ Իհարկե անգերազանցելի է, մնացել ենք իրանցից հետո։ Դե չհաշված լավագույն լավ գործերը, որոնք եղել են հետո, կներեք թույլ տամ ինձ ասել նաև ձեր ստեղծագործությունները կինոյում։ Ես չեմ կարող եւ դա անկեղծ է տալ գնահատական ինքս իմ արածին։ Ես դրա իրավունքը չունեմ։ Լավագույն բաները ստեղծվել են այն ժամանակաշրջանում։ Եվ ես տենց շատ ուրիշ օրինակներ կարամ բերեմ եւ չգիտեմ ինչա նշանակում պրիդվորնի այդ կոնտեքստի մեջ։ Ես կարամ շատ օրինակներ բերեմ, որ հեչ էլ պրիդվորնի չի եղել մարդիկ, մենք ունեցել ենք դեմքեր, մենք ունեցել ենք անուններ, ում խոսքը կարևոր էր։ Հետո այդ ամեն ինչը մանրացավ։ Ինչ պիտի արվի, որ նորից ունենանք այն, ինչ որ ըստ ձեզ կորցրել ենք։ Այսինքն ըստ ձեզ ունեցել ենք խորհրդային տարիներին եւ հիմա դրա պակասը կա։ Իշխանությունը որևէ հաջորդ իշխանություն, որը որ կլինի Հայաստանի Հանրապետությունում, պետք է կարևորի այն, ինչ կոչվում է մշակույթ։ Իշխանության համար դա չպետք է լինի գրկես։ Որ ինչ-որ մարդիկ ընդեղ ինչ-որ բաներ են անում, մենք էլ ժամանակ առ ժամանակ
կանչում ենք, որ մեր համար դա անեն։ Որովհետև այդպիսի մշակույթ ձևակերպելով, այդպիսի մշակութային էլիտա ձևավորելով, իշխանությունը միշտ կստանա այն հասարակությունը, որը որ կողջունի 18 թիվը, 21 թվի ընտրությունները կանի այնպես, ինչպես որ արեց, եւ այլն, եւ այլն, եւ այլն։ Հիմա տեսնենք 26-ին ինչ կլինի։ Ֆիլմ եք նկարել ձեր վերջին ստեղծագործությունը Արարատ 73-ի նախավերջին ներողություն։ Ես օրինակ ճիշտ ասած անկեղծորեն շատ եմ իմ մեջ երազել, որ մեր լեգենդար այդ թիմի մասին ֆիլմ նկարվի գեղարվեստական եւ ահա դուք ձեր ստեղծագործական խմբով այն իրականություն դարձրեցիք։ Վերջերս մի շատ անվանի ֆուտբոլային մարզական մեկնաբանի հետ զրուցելիս ինքը մի միտք արտահայտեց, ասեց, որ ամեն դեպքում այդ ֆիլմը լավ ֆիլմ էր, դրական ֆիլմ էր, բայց ֆիլմում կային ինչ-որ վիճակներ, որոնք ոչ ամբողջությամբ էին, ավելի շատ գեղարվեստական իրականությանն էին այսպես մոտ, բայց նաև դրան էլ դրականորեն նայեց, ասելով, որ դե ֆիլմում պիտի միշտ ինտրիգը պահպանվի, որպեսզի նաև դրանով այդ թեման լինի ավելի գրավիչ։ Ինչ կարծիք եք, դուք կարողացել եք այդ լեգենդար թիմի նկարագիրը ամբողջացնել այդ ֆիլմում։ Կարծում եմ, որ ոչ եւ դրանում ազնիվ եմ։ Նախ խոսենք նրա մասին, որ ես նախագիծ ստեղծող չեմ եղել։ Ես եղել եմ հրավիրված ռեժիսոր, որը որ հրավիրվել է ֆիլմը նկարահանելու համար, երբ որ արդեն կար պատրաստի սցենար եւ պատրաստի գիծ, ինչպիսին պետք է լինի ֆիլմը։ Երբեք պետք է չմոռանալ, երբ որ խոսում ենք Արարատ 73 ֆիլմի մասին, որ ամեն դեպքում սա ռուսական ֆիլմ է։ Նույնիսկ մամուլում այդ ֆիլմի ստեղծումից հետո նույնիսկ կոչեր հնչեցին, որ սա ռուսական քարոզչական ֆիլմ է։ Այսինքն այստեղ միտումնավոր ի հեճուկս այսօրվա մեր գործող իշխանության ոչ այնքան կամ ընդհանրապես ոչ ռուսամետ քաղաքականության փորձել է ռուսական այդ դաշտը, ռուսական քաղաքական դաշտը փառաբանել հայ-ռուսական եղբայրությունը եւ քաղաքական որոշակի խնդիր լուծել։ Ինչ կասեք դրա մասին։ 1973 թվականի մասին ֆիլմը Արարատ 73 ֆիլմը ինչի մասին պետք է լինի։ Այդ թիմի բացառիկ բարձր նկարագրի մասին։ Հազար ներողություն, բայց ես ինչի շեշտեցի, որ ֆիլմը չմոռանանք, որ ռուսական ֆիլմ է։ Ես դա չեմ ասում որպես վատ բան, ես դա ասում եմ որպես լավ բան, բայց ուղղակի հասկանալու համար։ Ֆիլմը Նիկիտա Սիմոնյանի մասին է։ Նիկիտա Սիմոնյանը, որին որ Ռուսաստանում պաշտել են եւ պաշտում են, որը որ մեծ դերակատարում ունի սովետական եւ ռուսական ֆուտբոլում, ինչպես եւ հայկական իհարկե, ֆիլմը նրա մասին է։ Եվ երբ որ փորձում ենք վերցնել ֆիլմ Նիկիտա Սիմոնյանի մասին եւ խոսել նրա մասին, որ դե շատ բան ասենք չկար, հա ես գիտեմ, որ շատ բան չկար Արարատ 73-ից։ Ես ինքս շատ կուզենայի, որ թիմի մասը մեր ֆուտբոլիստների, մեր լեգենդների մասը լիներ շատ ավելի շատ, բայց ըստ ֆիլմի ավելի լիներ ավելի մեծ, շատ համով եւ սիրուն պատմություններ կան այնտեղ, որը որ իհարկե դե հիմա հնարավոր չի դա այդ ամբողջը ժամ ու կեսանոց կամ ժամ 50 րոպեանոց, 2 ժամանոց ֆիլմում այդ ամեն ինչը համալրել, բայց
Ժողովուրդ, սա ռուսական ֆիլմ է Նիկիտա Սիմոնյանի մասին որպես գլխավոր հերոս։ Եկեք գող լինենք եւ շնորհակալ լինենք, որ այսքանը կա։ Ուզում եք հենց միայն Արարատ 73-ի մասին նկարահանել ֆիլմ։ Մեր ամբողջ հայկական կոլորիտով, բոլոր այդ պատմություններով, մեր լեգենդներով որպես գլխավոր հերոս, իսկ ով է խանգարել այսքան տարի նկարել Արարատ, շատ Արարատ 73 ենք ունեցել, է նկարեինք։ Խասյատն էլ կա, չէ՞ մեր իրականության մեջ, էլի, եթե ինչ-որ մեկը նկարում է մի բան, ավելի շատ քննադատ մուննաթ ենք գալի Ռուսաստանի մշակույթի նախարարության վրա, որ մեր մասը քիչ է եղել ֆիլմում, դե հիմա այդ սցենարն է եղել, այդ սցենարն եմ նկարել։ Ես կարծում եմ, որ Նիկիտա Սիմոնյանին ինչքան էլ գովերքես, այնքան շատ ավելի շատ գովերքելու արժանի է, որովհետև Արարատ 73-ի գլխավոր ճարտարապետներից մեկը, եթե ոչ ամենագլխավոր ճարտարապետը հենց ինքն էր։ Մենք մի քիչ տարբեր բաների մասին ենք խոսում։ Ես խոսում եմ նրա մասին, որ եկեք մուննաթ չգանք, որ լիքը բան իհարկե չի եղել։ Ոչ ոք ոչ մեկի ձեռքից չի բռնել, երբևիցե նկարեիք։ Համաձայն եմ։ Կյանք ու կռիվ նկարեցին, լիքը ուրիշ ֆիլմեր նկարեցին, Արարատ 73 էլ նկարեիք։ Դուք Հայաստանում, մենք Հայաստանում։ Օրինակ ինչի պատմական ֆիլմեր, օրինակ Պարոն Մկրտչյան չեն նկարել։ Մեր պատմական անցյալի մասին ֆիլմեր, ձեզ նաև որպես կինոռեժիսորի կարող եմ դիմել։ Չեք ուզում պատմական ֆիլմեր նկարել, ասենք օրինակ մենք չունենք Տիգրան Մեծի մասին ֆիլմ, գեղարվեստական, Անդրանիկ Զորավարի մասին ֆիլմ, Փարքասու Նժդեհի մասին ֆիլմ նկարվեց, բայց էլի շատ պատմական դրվագների ու կարևորագույն ազգային պատմական դեմքերի, հոգևորական դեմքերի մասին մենք չունենք գեղարվեստական ֆիլմեր եւ երևի թե հենց անգամ սովետի ժամանակներից այդ բացը, չնայած որոշակի բաներ այնտեղ արվել են, այդ բացը կա, ինչ կարծիքի եք։ Իսկ ի՞նչն է պատճառը, որ չի նկարահանվում տենց ֆիլմեր։ Երևի թե հենց պիտի գամ ձեր ասած տեսակետին, մշակութային քաղաքականության, ազգային մշակութային քաղաքականության բացակայությունը։ Կարող եք անկախ պրոդյուսերին, որ պետք է ինչ-որ գումար հավաքի, որ ինչ-որ մի ֆորմատի կոմեդիա նկարի, որ մարդ ու մի քիչ էլ գովազդանի մեջ է, կինոթատրոնների միջոցով ինչ-որ մի գումար աշխատի, նկարի մաքսիմալ էժան, որ հնարավորինս մինուսի մեջ չմնա, այլ գոնե ինչ-որ պլյուսի դուրս գա, այդ անկախ պրոդյուսերին դուք չունեք բարոյական իրավունք մեղադրել, որ դու ինչի Տիգրան Մեծի մասին ֆիլմ չես նկարում, որովհետև շատ տրամաբանական բան է կասում։ Տիգրան Մեծի ժամանակաշրջանի ֆիլմ նկարահանելը դա մոտավորապես ոչ թե 5, այլ 15 անգամ թանկ է ավելի։ Okay, նկարահանեց։ Բա ում հաշվին հայրենասեր պրոդյուսեր նկարահանեց եւ բանկրոտ եղավ։ Չէ, պրոդյուսերը կարող է հայրենասեր լինի, բայց դա պետք է նաև հայրենասերի թիկունքին կանգնած լինի բիզնեսմեններ կամ պետությունը իր ամբողջ չէ կարող, այդ հենց այդ այգուցե խնդիրը։ Է կանգնեք միգուցե այդ հարցը այդ ժամանակ այդ ինչի չի նկարահանվում, որովհետեւ երևի ոչ մեկի պետք չի։ Ինչ ենք տալիս, որ ինչ պահանջենք մեր հասարակությունից։ Ասած մտքին, որ այո, պիտի ճիշտ քաղաքականություն լինի։ Եվ եթե ճիշտ քաղաքականություն եղավ, երևի թե ռեսուրսներն էլ կլինեն։ Ես ճիշտ քաղաքականության մեջ չեմ դնում մի կարևոր բան, որ բոլոր թատրոնները պետք է ֆինանսավորվեն պետության կողմից, ես այդ բանը չեմ շարունակում, որովհետև դրա մասին չի խոսքը։ Գուցե ընդհանրապես պետք չի, որ պետությունը ֆինանսավորի թատրոնները։ Գուցե, որովհետև թատրոնները պետք է, չգիտեմ, անեն այնպիսի ներկայացումներ, որ իրանք ապահովեն իրենց։ Եթե մասնավոր հատվածը իհարկե փոխարինի, չէ, այս առումով պետությանը։ Դրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ գլոբալ մշակույթը պետական քաղաքականության մեջ պետքա լինի։ Ես հա կրկնվում եմ ու արդեն սկսում եմ բարերը արդեն բան անել։ Դա պետքա լինի պետական քաղաքականություն, մշակույթը, որովհետև մշակույթը ձևավորում է հասարակություն։
Ես չեմ ասում, որ պետք է արգելվի նկարահանել կան հեռուստաալիքներ մասնավորեն ինչ ուզում են թող անեն։ Միևնույն ժամանակ կա պետական հմեկ, որը որ ֆինանսավորվում է հարկատուների հաշվին, որը որ պետքա տա ինչ-որ ստանդարտ մակարդակի, նույն սերիալներում, որ մնացածը նայեն ու փորձեն անել ավելի լավ։ Այ ասեցիք մասնավորը ինչ ուզում է թողանի, բայց արդյոք այդ ինչ ուզում է թողանին չբերեց մեզ այս հոգևոր վիճակը։ Այս սովետի ժամանակ այդ նման բաները կարգելվեին, չէ՞, դուք արդեն հասկանում եք այս ինչի մասին եմ մոտավորապես ուզում խոսել։ Այդ ամեն ինչ ամենաթույլատրելիությունը մշակույթում կամ հեռուստադաշտում։ Հետո փոխվեց իրավիճակը, հետո ասեցին դե ինչ ուզում եք արեք, ինչ ուզում եք նկարեք, այնքան որ փող բերի։ Կամ մեկան պրոդյուսերներ, ես էլ եմ աշխատել կինոյում, ասում էին դե ժողովրդին հետ է դուր գալիս։ Ժողովրդին ամենամեծ հիմարությունն է, երբ որ ասում են դե էդ է ռեյտինգ բերում, ժողովրդին էդ է դուր գալի, չէ, սուտ է։ Տուր լավը, դրանից հետո էլի արա լավը, դրանից հետո էլի արա լավը, եւ այդ լավը կբերի ռեյտինգ, եւ այդ լավը դուր կգա։ Հերիքա ժողովրդին դնել այն վիճակի մեջ, որ ինչ էլ տանք կլափեն։ Հա, այդ մասսայական մշակույթը, չէ՞, եթե սովետի ժամանակ քննադատվում էր, չէ, արևմուտքի մասսայական մշակույթը, որքան որ ես եմ հասցրել ուսումնասիրել։ Մենք հիմա երկար կարող է դրա մասին խոսել, կան կոնկրետ մարդիկ, որոնք որ ունեցել են երևի հնարավորություն տալ կամ այս կամ այն, հիմա որոշել են տալ այս եւ ունենք այն ինչ որ ունենք, դրա մասին խոսել է։ Այսինքն չի կարելի մշակույթը թողնել շուկայական ինքնահոսին եւ ասել, որ այսօր մեր ժողովուրդը Կոմիտաս ու Եկմալյան չի սիրում, որովհետեւ պահանջարկը քիչ է, փող չի բերում, եկեք ավելի այսպես մասսայական մշակույթ, մշակույթը տարբեր բաների մասին ենք խոսում։ Դու քո միջոցներով դուր այն ստանդարտը, որը գտնում ես պետքա լինի, նույն քո հմեկով, նույն քո թատրոններով, նույն քո բանով, դու դուր այն ստանդարտը, որը պետքա ունենա մակարդակ, ինչ որ մասնավոր, որը որ իր փողերով իր կյանքն է ապրում, ինքը կունենա իր ավելի սահմանափակ աուդիտորիան, որովհետև մարդիկ կսովորեն լավին, կամ պետքա փորձի օրերից մի օր կամ ամեն օր ձգտել եւ իր ստանդարտը բերել հասցնել այն ստանդարտին, որը որ տալիս է պետականը։ Ռուսականի օրինակի վրա չեմ ուզում էլի դա հիմա համեմատության մեջ տնեմ, որը որ սկզբից եղել են շատ վատ սերիալներ, հետո վատ սերիալներ, հետո լավ սերիալներ, հետո փայլուն սերիալներ, ու հանդիսատեսը սովորել է դրան։ Այսքան էլի պետական հիմա դու չես կարող քաղաքականություն է ասենք առաջի ալիքով իրանց կամ նույն NTV-ով, որը որ տալիս է դետեկտիվների կոնտենտ, դու չես կարող այնտեղ տնես այդ կոնտենտի մակարդակից ներկա ավելի ցածր բան, որովհետև հանդիսատեսը կթքի վրետ։ Իսկ այնտեղ ինչ որ տենց զարգացում եղավ 90-ականներից մինչև 2026, մեր մոտ ինչ զարգացում եղավ, որովհետև ամեն հեռուստաալիք պետական չի, դա չի կարևորը, սկսեցին մրցակցելով ամեն մեկը գտնել իր մեկը դետեկտիվների վրա, մեկը ավելի բարդ ֆիլմերի վրա, մեկը ավելի այս ժանրի սերիալների վրա, բայց տալ մակարդակ։ Այսինքն պլանկային դրել։ Իհարկե։ Մակարդակի պլանկա, հասկացած ես։ Դու հիմա այստեղ պլանկան չկա։ Նայում ես ռուսական սերիալ, ասենք 30 սերիա, ամեն սերիայում դերասանները փոխվում են բացի 1-2 գլխավոր հերոսից, ու չեն վերջանում, ու բոլորը լավն են։ Մենք Հայաստանում քանի սերիա կարանք նկարենք, որ լավ դերասանները չավարտվեն, որովհետև դասախոսներ կան, որովհետև թատերական ինստիտուտը ավարտած տղան կամ աղջիկը արդեն գիտի
S Թատերական ինստիտուտը ավարտած տղան կամ աղջիկը ունի նաև իր մասնագիտությամբ աշխատանք ունենալու ավելի հստակ հեռանկար, քան մեր իրականում, հա։ Ժամանակին, երբ որ ես աշխատում էի դեռ թատրոնում եւ թատրոնի գեղարվեստական ղեկավար էի, գնում էի ես ավարտական բոլոր ներկայացումները նայում էի դիպլոմային, եթե չեմ սխալվում, տարին թատերական ինստիտուտը տալիս էր 70 դերասան դերասանուհի հարց Հայաստանի շուկայում թատրոնի եւ կինոյի տարեկան 70 դերասան դու ինչի համար ես տալիս։ Այդ մենակ թատերականը։ Միգուցե մի բարձ բանի համար, չէ, որովհետեւ ուսանողները վճարում են այդ ուսման վարձը։ Պետք չի Հայաստանին տարեկան 70 դերասան։ Այստեղ պետք է հաշվարկվի քաղաքականությունը, հա։ Իհարկե։ Ինձ համար գոնե որոշակի դեղամիջոցներ առաջարկեցիք, որոնց շնորհիվ կարող է վիճակը փոխվել։ Ես սիրում եմ լիքը անիմաստ բաներ առաջարկել միշտ։ Անիմաստ չէին իմ կարծիքով։ Շնորհակալ եմ շատ։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա մեր հանդիպման համար կարծում եմ, որ հետագայում կրկին կհանդիպենք եւ կխոսենք խորքային թեմաների շուրջ։ Շիրով։ Շնորհակալ եմ, որ եկաք։ Սիրելի բարեկամներ, Armix News ալիքի եթերում ժամանակի ձայնը հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ այսօր մեր տաղավարում էր կինոռեժիսոր Մեհեր Մկրտչյանը։ Դիմում եմ այն մեր հարգելի ունկնդիրներին, ովքեր արդեն հետևում են մեր ալիքի աշխատանքներին, թողարկումներին, բայց դեռ չեն հասցրել բաժանորդագրվել Armix News մեր YouTube-յան ալիքին, խնդրում եմ ընդհանրապես նրանց սեղմել զանգակ կոճակը եւ բաժանորդագրվել Armix News ալիքին։ Շնորհակալություն բարեկամներ, այսօր այսքանը, լինենք լավատես, հաջողություն ձեզ։